Հակոբոսի նամակում այսպիսի մի խոսք կա, որին երկրորդ գլխի 5-րդ համարում ասում է. լսեցեք, սիրելի եղբայրքս, չէ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որ հարուստ են հավատքով եւ ժառանգներ այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ Իհարկե Հակոբոսը չի ասում, որ մեկը եթե հարուստ է, չի կարող լինել հավատացող եւ ժառանգորդ։ Կարող է լինել, եթե հարստությունը, երկրավոր հարստությունը չի իր համար ճշմարիտ հարստությունը, այլ Աստծուց շնորհված հոգևոր հարստությունը։ Ամեն բան էլ Աստծուց է շնորհված, ապրուստը, հացը, ամեն ինչ, սակայն մարդը տեսնում է կա ճշմարիտ հարստություն, կա անցողիկ հարստություն։ Երկրավոր բաներն անցողիկ են, բայց Աստծուց շնորհված հոգևոր բաները դրանք մնայուն են։ Կանդրադառնամ ավելի կոնկրետ հոգևոր բաներ ինչ նկատի ունեմ Աստվածաշունչը, Ղուկասի ավետարանում նմանատիպ մի խոսք է ասում Ղուկասը 12:21-ը, այնպես էլ նա, որ իր անձի համար գանձ է հավաքում, Աստծով չի հարուստ, ուրեմն կան Աստծով հարուստ մարդիկ, կան, որ հարուստ են երկրավոր ունեցվածքով, և նույնիսկ երկրավոր ունեցվածքով տարված մարդը երբեմն իրենք են ասում, եթե մենք հավատացող չլինենք, որտեղից մեզ այս հաջողությունը կլիներ, որ հարստանայինք։ Բայց դա անցողիկն է, ճշմարիտը չէ։ Ճշմարիտ հարստությունը այն է, որ Աստված հավատացողին տալիս է կյանք ունենալու համար։ Երկրավոր բարիքներով հավիտենական կյանք չեն կարող ունենա, բայց Աստծուն հավատալով ունենք հավիտենական կյանք։ Հենց Եփեսացիս նամակում ասում է Եփեսացիս նամակի 2-րդ գլխի 5 համարում, ասում է մենք մեռած էինք, եւ երբ որ մենք մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ շնորհքով եք փրկված, նրա հետ մեզ հարություն տվեց, շարունակեմ մինչև 8 համարը, եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում, որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեզ վրա ցույց տված քաղցրությունով, որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Հավատալն էլ, փրկությունն էլ, կյանքի համար ինչ որ պետք է իրականում Աստծո տվեց։ Տեսեք, այստեղ մենք տեսնում ենք մի հայտնություն, որ առանց Քրիստոսի մենք մեռած էինք։ Քրիստոսով մեզ կենդանացրեց Աստված։ Եվ եթե այդ մասին մենք չիմանայինք, այդ միտքը հայտնի չլիներ, որ Քրիստոս խաչվեց մեզ համար եւ իր արյունով գնեց մեզ, եւ Քրիստոս հարություն առավ, մենք հավատքով Քրիստոսին ընդունելով, նրան մեկանալով, նրա հետ մեռանք որպես մեղավորներ, կենդանացանք որպես արդարներ, կյանք ունեցողներ եւ Հիսուսին Տեր ընդունելով կյանք ընդունեցինք, ժողովուրդ, Աստվածային կյանք մեզանում։ Շնորհքով եք փրկված։ Սա շնորհ է Աստծուց, մինչև անգամ ապագայի մասին է խոսում, նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում, ապագան ապահովեց։ Մեր ապագան, որ երկնքում լինենք, որտեղ Քրիստոս, այնտեղ իրեն հավատացողները։ Այս հայտնությունները, ինչ որ մենք հիմա լսում ենք, դա մեր հարստությունն է։ Այս հարստությունը անցողիկ չէ։ Այս ժամանակավոր կյանքը անցնի, միևնույն է, կյանք Քրիստոսով որ շնորհված է հավիտենական կյանք, դա չի անցնի, դա ունենում ենք, ունենք եւ ունենալու ենք հավերժ, միջև անգամ Քրիստոսով շնորհվում է, ասենց ասած, նոր եկող դարերում հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեզ վրա ցույց տված քաղցրությունով, նրա շնորհքը մեզանում երևա։ Ոնց կարելի ասել, մեռած վիճակի մարդիկ, մեղքերում եւ հանցանքներում մեռած մարդիկ, ողորմություն ստացան փրկվելու,
այսինքն ներման արժանացան, որ փրկվեցին, հետո նաև կյանքի արժանացան, որ հավիտենական կյանքի մեջ լինեն, նաև արժանացան Աստծո փառավոր շնորհքը նրանցում բնակվի, երևա Աստծո զորությունը նրանցում, արդար, սուրբ, ճիշտ միտք ունենալը, հենց ասած, փոխվեց մարդու կյանքը, Աստծո գերազանց շնորհքը երևա մեզանում, որ Քրիստոսով մեզ հասավ, արժանացանք այդ ողորմությանը։ Շատ եւ շատ խոստումներ նաև խոսում է հենց Եփեսացիս առաջին գլխում, որ գիտեք առաջին գլխի ամեն տողը մի հարստություն է, որ ժամանակ առ ժամանակ խոսվել է այդ ամեն մի տողերի մասին եւ փառք ասում խոսվի էլ Աստված ինչքան հնարավորություն տա մեզ լսելու, եւ սա Աստծո շնորհն է, եւ փրկությունը եւ այս բոլոր բարիքները։ Համոզված եղեք մենք այս երկրավոր կյանքում ապրելով դժվարություններ, նեղություններ, որ տեսնում ենք, երբեմն դրանք օգնում են ավելի խորը հասկանանք ավետարանի խոսքերը, որով բացահայտվում է Աստծո մեծությունը։ Նեղության եւ դժվարության մեջ ավելի է տեսնում Աստծո մեծությունը։ Երբ որ մարդիկ ապահովված են երկրավոր, թեկուզ ժամանակավոր անցողիկ է, երկրավոր բարիքներով ապահովված են, այնքան ճոխ չեն տեսնում Աստծո փառավոր մեծությունը, նեղությունից ազատված մարդն է դա հասկանում։ Ինչ որտեղ այս նեղություններն ու դժվարությունները նպաստում են Աստծո փառավոր մեծությունը ավելի հասկանալու։ Ասում է, նրանք, որ Քրիստոսով պիտի փրկվեն եւ մտնեն երկինք, Աստծո փառավոր մեծությունը պիտի պատմեն նրանց, ովքեր որ դա չհասցրեցին երկրի վրա խորապես հասկանալու, մանուկ էին, երեխա էին, մահացան եւ Աստված նրանց հոգին փրկեց, շատ բաներ չտեսան երկրավոր կյանքի մեջ, բայց այս երկրավոր կյանքի մեջ մեծացած մարդիկ եւ Քրիստոսին ընդունած մարդիկ ավելի խորապես տեսան Քրիստոսն ով է, նրա մեծությունը հասկացան, նրա աստվածությունը կամ ով եմ ես, ով է մարդը, սա նույնպես հարստություն է, որ մարդը կարողանա տեսնի իրեն։ Մենք նոր երգ երգեցինք Աստծո օրենքի վերաբերյալ, որ Աստծո օրենքով մարդը ինքն իրեն տեսավ։ Մենք Աստծո օրենքի մասին լսել ենք, բայց այդքան չենք հասկանում, ինչքան թանկ ու կարևոր է մեզ համար։ Բայց արի ու տես, հավատացող մարդը ավելի է հասկանում, ինչ մեծ հարստություն է Աստծո օրենք հասկանալը, իրավունքի եւ անիրավության սահմանը, այդ ցույց տվող գիտություն, սա հարստություն է, գիտեք։ Շատ մեծ բարիքներ է շնորհում մեզ Աստված։ Խաչի գործը, Քրիստոսի խաչի գործի մասին լսում ենք, հաղորդում ենք Հիսուսի անունով պատասխաններ ստանում, եւ ամեն պատասխանը կարծես ավելի թարմացնի եւ ավելի հասկացնի, որ նրանով արժանացանք մեր աղոթքը լսելի լինի։ Ողորմություն ստացանք, ներման ու աղոթքի պատասխաններ ստացանք։ Եվ հավատացեք, երկրավոր կյանքի մեջ Քրիստոսի խաչի գործը ավելի խորապես ենք հասկանում։ Եթե մենք որևիցե մի դժվարություն չտեսնենք, չենք էլ հասկանում ինչու չարչարվեց Քրիստոսը։ Արդյոք մենք այնքան, ասենց ասած, մեղավոր բնավորություն ունենք, որ արժեր այդպիսի թանկ զոհաբերություն աներ Աստված, բայց մենք ապրելով տեսանք, այո, այդպես է։ Մենք մեռած, այսինքն մեղքերի հանցանքների տանող բնավորություն ունենք, որը ստրկացնում էր մեզ, եւ Աստված իր որդուն զոհելով մեզ ազատեց այդ չար էությունից, բնությունից։ Սա հարստություն է այս իմանալը։ Շատ եւ շատ գանձեր կան, Աստված բացում է մեզ, որ հասկանանք, սակայն ուշադրություն դարձրեք։ Երբ որ մարդը ոչինչ չունի, աղքատ է, թշնամին այնպես աղքատին ինչ հետևի, նրան ինչը նրա տանի, ինչ հարստություն թալանի, երբ որ ոչինչ չունի։ Չէ, բայց երբ որ հարուստ է,
Թշնամիները սկսում են շատանալ մի բան տանելու մասին մտածել, մի հարստություն ապշտակելու մասին մտածել, նմանապես ինչպես երկրավոր գողերը ուզում են մարդու ունեցվածքից մի բան տանել, գողանալ, սատանան իրենից որսված մարդկանց միջոցով մարդու հոգևոր բարիքներն է ուզում գողանալ։ Եվ այդ աշխատանքը, չար աշխատանքը, որպեսզի մարդուն թալանեն, գողանան, կարող է անել սատանան այն մինչև անգամ շատ քեզ հարազատ մարդու միջոցով։ Եթե չի ճանաչել Աստծուն, Աստծո ծրագիրը չի ճանաչել, ինչպես դու ես հասկանում, նրա միջոցով ներգործի, ազդի, խոսի, ինչ ես բռնել այդ ճանապարհը, թող հավատալը ամոթ է, ով է հիմա հավատացյալ կասեն քեզ, պատկերացնում եք Աստծուն հավատալը ամոթ համարվի ու քո ականջներին հնչի դա։ Սա հարձակում է, սա քեզ թալանելու ճանապարհ է, կամ մարդիկ սուտ քարոզներով ուզում են մարդուն այն ճշմարիտ ինֆորմացիայից զրկեն, ճշմարիտ ինֆորմացիայից թալանեն, հարստահարեն, շատ տեղերում այսպես են ասում, ոչ մեկ չի կարող ասել, որ ես փրկված եմ։ Եվ որ գիտակ երկինք նոր կիմանաք, փրկված եք թե չէ, նրանք ովքեր ինքնավստահ են, նրանք են այդպես ասում, ես հավատում եմ, որ փրկված եմ, բայց կիսատ են ասում։ Այն մարդիկ, որ ասում են, ես հավատում եմ, որ փրկված են, նրանց հավատքի հիմքը Քրիստոս դավանելն է, Քրիստոսով փրկված եմ։ Եթե ես իմ անձի վրա վստահ լինեի, որ ես փրկված եմ, կարող էին ասել ինքնավստահ ես, բայց եթե իմ փրկության, այսպես ասած, հիմքը, հավատքս կառուցված է այն հայտնության վրա, որ Քրիստոս մեռավ ինձ համար եւ հարություն էլ առավ եւ ապահովեց իմ երկնավոր ապագան երկնքում պիտի լինեմ, ես իմ անձին վստահելով չեմ տեսնում փրկություն, այլ Քրիստոսին։ Ուզում են այդ սուտ քարոզներով հարստահարել։ Գիտեք ինչքան շատ մարդիկ կան այդպես քարոզում են, ոչ մեկ թող չասի փրկված եմ, դա հպարտություն է։ Ինչքան շատ մարդիկ։ Այս անցած շաբաթի մեջ մարդկանց հետ որ խոսում էի, ասում էի մեկը եկավ, ինչ որ մի առիթ կար, հոգևոր կոչվող մեկը, եւ հենց այդ թեման խոսեց նորից։ Առիթ էր, սկսեց ժողովրդի մեջ խոսել, առարկեցինք, ասինք ավետարան այդպես չի ասում, հակա ավետարանական բաներ են խոսում։ Բայց մարդը, գիտեք ոնց է, հեշտ է հավատում ստության, հեշտ է ընկնում նման մարդկանց հետևից, կորցնում այն, որ այդ մեծ գանձերը հասել է իրեն։ Հեկուս գիտեք, դու չես կին վճարել քո կյանքի համար, Աստված է վճարել, բայց վճարի մեծությունը հասկանալով, դու պետք է զգուշությամբ պահես քո կյանքը, փրկությունը։ Քրիստոս մեր կյանքն է։ Նրան ճանաչելով է, որ մենք ավելի ունենում ենք ապագա, ավելի մեծ հավատք։ Հովհաննեսի ավետարանում 10-րդ գլխի 10 համարում ասում է. գողը չի գալիս, բայց միայն որ գողանա եւ սպանե եւ կորցնե։ Ես եկա, որ կյանք ունենան եւ էլ ավելին, կյանք եւ ավելին ունենան։ Այլ կերպ ասենք, sense գողը բարի նպատակով չի գալի, այլ որ գողանա, սպանե եւ կորցնե։ Եթե երկրավոր մտածողությամբ նայենք, կասենք գողը գալիս է մարդուն ունեցվածքը գողանա, կորցնի մարդուն եւ հետո սպանի, բայց ուշադրություն դարձեք, այսպես չի ասում, սպանի եւ հետո կորցնի։ Ունեցվածքը նախ հոգևոր բարիքը գողանա, սրա մասին է խոսքը, մարդուն հոգևորապես անկում տանի եւ նաեւ շարունակի աշխատել մարդու հետ այնպես, որ մարդը ետ դառնալու, նորից կենթանանալու, նորից Հիսուսին Տեր ընդունելու, քայլ չկարողանա անել, հաստատվի կորստի մեջ։ Շրջություն դարձնում։ Եվ Տերը զգուշացնում է, այն նույնպես հայտնություն է մեզ համար, որ այս չար ծրագրով աշխատում է հակառակորդը մեր դեմ եւ իրեն ենթակաների միջոցով։
Շարունակությունում ասում է. ես եմ բարի հովիվը իր անձը դնում է ոչխարների համար, բայց վարձկանը, որ հովիվ չէ, որ ոչխարները իրանը չեն, տեսնում է գայլին գալիս, թողնում է ոչխարները եւ փախչում, եւ գայլը հափշտակում է նրանց եւ ցրվում է ոչխարներին։ Այդ չար արարքը ծրագրողների, որ գողանան, սպանեն, կորցնեն, այս 10 համարում գողացող, թալանող, արդեն մենք հասկացանք հոգևոր բարիքների մասին է խոսքը։ Գողանալ անվանեց նաև գայլեր, հափշտակող գայլեր, որ հափշտակեն, արքայությունից զրկեն մարդուն։ Այսպես հայտնում է Տերը։ Տեսեք, հենց 10-րդ գլխի առաջին համարում ասում է, առաջին համարից կկարդամ. ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ դռնովը չի մտնում ոչխարների գավիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ ավազակ։ Օտար ճանապարհներով է մոտենում, նա գող է եւ ավազակ, ասում է։ Բայց դռնովը մտնողը ոչխարների հովիվն է, դռնապանը նրա համար բաց է անում, եւ ոչխարները նրա ձայնը լսում են եւ նա իր ոչխարները իրենց անունով կանչում է եւ նրանց դուրս է հանում եւ երբ որ իր ոչխարները դուրս է հանում նրանց առաջից գնում է եւ ոչխարները գնում են նրա ետևից, որովհետեւ նրա ձայնը ճանաչում են, բայց օտարի ետևից չեն գնում, այլ նրանից փախչում են, որովհետեւ օտարի ձայնը չեն ճանաչում։ Այս առակը Հիսուսն ասեց նրանց, բայց նրանք չգիտեին, թե ինչ էր ասում, ինչ էր այն, որ խոսում էր նա։ Հիսուսը դարձյալ նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ես եմ ոչխարների դուռը։ Դուռը ես եմ։ Փաստորեն ովքեր որ այդ դռնով չեն գալիս, այլ կողմերից են գալիս, սրանք են գողերը, գայլերը։ Տիրոջ ձայնը, ասում է, հովի ձայնը ճանաչում են իմ ոչխարները։ Դա ավետարանի խոսքն է, նրա ձայնը։ Ավետարանով է, որ հայտնվում է Աստված ով է եւ ինչպիսին է։ Աստվածաշունչն է, որ հայտնում է օրենքի գիտություն մեզ։ Ճանաչում ենք Աստծո եռանձնյալ լինելը, Քրիստոսի աստվածությունը, ով Քրիստոսի խոսքից, ավետարանից դուրս է խոսում, նա օտարի ձայնն է։ Դա Քրիստոսի ձայնը չէ։ Ով ավետարանի խոսքն է խոսում, դա է Քրիստոսի ձայնը։ Տեսեք, իմ ձայնը ճանաչում են։ Մարդիկ կարդում են մի նախադասություն, բայց մեկնում լրիվ ուրիշ մի բան։ Կամ տեքստը կարդալու փոխարեն, տեքստից դուրս մի նախադասություն կարդում եւ մեկնում լրիվ ուրիշ մի բան։ Սա օտարի ձայն է։ Ուշադրություն դարձրեք, դժվար է ամեն մի անհատի քարոզիչ ճանաչել։ Դրա համար Աստված զգուշացումներ է տալիս ժողովրդին, որ զգուշ եղեք, դուք չեք կարող քարոզներ ճանաչել։ Հեշտ չի սուտ վարդապետություններ հասկանալ, սուտ մարգարեություններ հասկանալ, երբեմն կընդունես որպես ճիշտ միտք եւ կթալանի ամեն մի սուտ միտքը քեզանում արդեն եղած ճիշտ միտքը, կտանի։ Հասկանում եք, թալանը գողությունը ինչպես է տեղի ունենում։ Այսօր լցված է ինտերնետը հազար ու մի սուտ վկայություններով, որ իբրև հրաշքներ, նշաններ պատմում են, բայց որ նայում ես, այդտեղ ստություն կա։ Եվ ամեն ստություն ինչ որ մի հարստություն քեզանից տանելու է։ Շատերը ուրախանում են, ինչ մեծ վկայություններ էր, պատմում են օրինակ մի սուտ վկայություն, ասում է մի ալպինիստ լեռնագնաց, ալպինիստ ենք մենք ասում, ավելի հեշտ ենք հասկանում, պարաններով, որ բարձրանում են ժայռեր, դժվար անցողիկ իբրև տեղ է գնում, պարանները կախում, որպեսզի այդ լեռնից բարձրունքից իջնի,
զարմացնի մարդկանց ինչ մեծ դժվարություն է հաղթահարել։ Հանկարծ ինչ որ բարձրության վրա սկսում են դժվարություններ առաջանալ։ Կամաց հաղթահարելով այս դժվարությունը ժամեր է անցնում իր որոշված ժամից, իբրև ուշացավ եւ մութը ընկավ։ Այդ չի տեսնում ինչ բարձրության մեջ է, ոչ վերև է կարող բարձրանալ, ոչ իջնել։ Այսպես վկայում է ինտերնետում, նայեք։ Եվ շատ հավատացյալներ կային, հավատացողներ, որ ուշադրություն չեն դարձրել, որ այդ վկայությունը հնարած է, պատմում են ինձ որպես թե լավ վկայություն։ Ասում է, խնդրեց Աստծուն եւ ինձ ազատի Տերն ասեց պարանը կտրիր։ Իսկ նա վախեցավ պարանը կտրեր ու չկտրեց ինձ այդպես մինչև լուսաբաց մահացավ։ Մարդիկ եկան տեսան մեկը կախված պարանից եւ մահացած։ Ասում են լավ, այս վկայությունը որ պատմում եք, դուք չեք տեսնում որ հնարված է, ասում խիա հնարված։ Իսկ ով պատմեց որ ինքը աղոթել էր, Տեր իրան ինչ էր ասել։ Դուք չեք տեսնում որ սա հնարված է։ Տեր իրան ասել էր պարանը կտրի, այդ պատմողն էր մարգարե։ Արդեն եթե ասում է իրեն մարգարե, սա սուտ մարգարեություն է։ Եվ մարդիկ զարմացած լսում զմայլվում են, ինչ մի փառք բերեց այս սուտ պատմությունը Աստծուն։ Ոչ մի բան չսովորեցիր, ոչ մի բան չհասկացար։ Սուտ էր։ Բայց Քրիստոսի խոսքերը ամեն մի վկայություն մի ճանաչողություն է տալիս քեզ Աստծո մասին։ Չկա նրա գործունեության մեջ մի բան, որ աննպատակ լիներ։ Մեռածին հարություն, հիվանդին բժշկելու համար ասում է, թողված են քո մեղքերը, որդյակս։ Մարդիկ ասում են, ետ սա հայություն է անում, ով իրավունք ունի մեղքեր թողելու, բացի Աստված։ Որպես իմանաք, որ մարդի որդին մեղքեր թողելու իշխանություն ունի իրավունք, ասեց հիվանդին, վեր կաց մայի չտար եւ գնա։ Բժշկեց, այո, բժշկվելու կարիք ուներ, բայց նպատակ էլ կար այստեղ այդ խոսքերը խոսելը։ Բժշկեց մեզ էլ, դարերով այս պատմությունը լսող մարդկանց, որ Քրիստոս իշխանություն ունի մեղքերի թողություն տալու, նպատակային էր այդ խոսքը։ Չկա մի դեպք Քրիստոս, որ աննպատակ խոսացած լինի, սա ճանաչողություն է, բայց այդ ալպինիստի պատմությունը ինչ ճանաչողություն կտա մարդուն։ Ու ցավալին այն է, որ շատերը զմայլված են ինտերնետային կայքով, կարծես թե ուզում են հավատք մեծացնել։ Դու քեզ տարել ես այն պաշտպանությունից դուրս, որտեղ գողերն ու գայլերն են ման գալիս։ Ու քեզ կհարստահարեն։ Այն ավետարանը ճշմարտությունները, որ դու ստացել ես, կկորցնես։ Ինչպես։ Մարդկանց աչքին իրենց վկայությունները ճոխ են ցույց տալիս։ Շատ դերասանական ճոխ թվացող քարոզներ են վախտում ինտերնետային կայքում եւ գայթակղեցնում քեզ այնպես, որ աչքից ցածրանում է ավետարանի վկայությունները։ Կարծես մի հասարակ բաներ լինեն, բայց իրականում հակառակն է։ Այդ ճոխ թվացող բարձրաձայն օրինակներով դերասանական sense հարստացնող վկայությունները քեզ բան չէին տալիս։ Ավետարանի խոսքը հայտնում է Քրիստոսի աստվածությունը, Աստծո մասին ես տեսնում ճանաչում, աստվածաշնչյան գիտություն ես ունենում։ Այս փաստորեն այս կերպերը քեզ թարանելու միջոցներ են, թարանելու միջոցներ։ Տերը զգուշացնում էր դա, որ տեսեք կթալանեն ձեզ։ Նաև այ բան է զգուշացնում, մարդիկ կան, որոնց Աստված դրել է, որ վարձկան չեն։ Եվ իրեն Աստծո ժողովրդին համարում են իրենց ժողովուրդ, բայց վարձկան ասում է, որ ոչխարները իրենը չեն, գայլը գալիս թողնում է եւ փախնում։ Բայց նա որ վարձկան չի, հարազատի պես է տեսնում, քո գայլի մեջտեղն է կանգնում։ Շատ անգամ մարդիկ ասում են, ամեն ինչից մեզ կարծես զրկեն այս մարդիկ։ Այս մի նայեք, են մի լսեք։ Գայլերն են ասում են, այ մեր ու ձեր միջև եղողներն են մեզ խանգարում։ Մենք բարեկամներ ենք, որ իրանք չխանգարեին։ Մենք իրար հետ հարազատավարի կգնայինք առաջ։ Այդ որ գայլն է գարին հարազատ դարձել։ Պատկերացնում եք։ Եվ
Զգուշացնողները դառնում են կարծես քո աչքին վատը, որովհետև այս զգուշացնողները նույնիսկ զգուշացնում են քո սրտին դուր չեկած բաներ, քո սիրտը հավանում է ուրիշ բան, ասում են դա մի արա։ Երբեմն այնպիսի բաների վրա են իրենց մատը դնում, որ ցավ ես զգում, բայց եթե չանեն, կկործանվենք։ Շնորհակալ պիտի լինենք Աստծուց դրա համար, ոչ թե փախնենք։ Այս զգուշացումներն մեր ապահովությունն է։ Ցանկ կա մեր շուրջը, պաշտպանություն, աչքդ չի տեսնում, միտքդ է տեսնում։ Մի քանդիր այդ պաշտպանությունը, դա զգուշացումներն են, որ մի անցիր այն սահմանը, որտեղ չես կարող քննել, տեսնել։ Բաներ կան, որ Աստված Տեր Հիսուսը հայտնում է, որ որոշ բաներ դուք կարող եք տեսնել։ Տեսեք օրինակ Մատթեոս ավետարան 7-րդ գլխի 15 համարից կկարդամ մինչև 20-ը։ Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներից նրանց ճանաչեցեք, միթե փշերից կարող են խաղող են քաղում կամ տատասկից թուզ։ Այնպես էլ բարի ծառը բարի պտուղ է բերում, չար ծառը չար պտուղ է բերում։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի եւ կրակի մեջ կգցվի։ Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեցեք նրանց։ Այսինքն տեսնում եք, որոշ մենք հնարավորություն ունենք այն մարդկանց տեսնելու, որոնց ապրելակերպը տեսնում ենք, մեր աչքի առաջին է, բայց ինտերնետային կայքում տարածվող, ասենց ասած, ինֆորմացիաների հեղինակներին չեք ճանաչում։ Նրանց պտուղները դուք չեք կարող տեսնել։ Ուրեմն հեռու պիտի մնաք։ Այն, որ աչքիդ առաջ է տեսնում ես վատ գործերի տերը, խաբեությամբ, ստությամբ ապրող, Աստծո արդարությունը շեղող, թեքող, մարդկանց զրպարտող, էլ ինչ ունես դրանից լսելու։ Շատ մարդիկ այսպես են ասում, մարդիկ կան, որ իրանց հետ եղել են, այս խմբի մեջ եղել են, հիմա դուրս են եկել։ Թեկուզ տեսնում ենք, որ սխալ հավատքով են ապրում, թողել են հավատքը, սխալ կյանքով են ապրում, բայց դե իրանց մեջ են եղել, ուրեմն մի բան գիտեն, որ ասում են։ Այ միամիտ։ Ինչ ես մտածում։ Պիտի իրեն մեղադրի դուրս գալու համար, թե պիտի ուրիշի մի բան զրպարտի, որ իրեն արդարացնի։ Մի բան պիտի ասի, չէ, որ արդարացնի իրեն այս խմբից դուրս գալու համար։ Ինչ ձև է դա մտածել, թե եթե իրանց հետ է եղել ժամանակին, հիմա ուրեմն մի բան ճիշտ է ասում։ Ոչ, առավել ևս։ Նրա խոսված ստությունը ավելի ազդեցիկ է լինելու, որովհետև ավելի շատ բաներ է տեսել, ինչ հարցերում կարելի է խեղաթյուրել, այս մարդկանց զրպարտել, այդ բաները կխոսի, որ հնարավորին չափով ազդեցիկ լինի իր ստությունը։ Ու ինչ է խոսում, կգան գառի մորթով, գառի նման, կարծես գառներ լինեն, կարծես Աստծուն սիրող մարդիկ են, հնազանդվող մարդիկ են, ու մարգարեանում են, բայց նրանց նպատակն է, որ հափշտակեն, թալանեն մարդուն, տանեն դեպի, ինչպես ասում է, ունեցած հարստությունը ճիշտ ինֆորմացիան գողանան, հոգեորապես սպանեն եւ այնպիսի մի իրավիճակի տանեն, որ ետ դառնալու հնարավորություն չունենա, վերջնականապես կորուստ գնա մարդը։ Տեսեք, որ ճշմարիտ հարստությունները, որ տրված են մեզ, չկորցնենք։ Նույնիսկ ասեմ ձեզ, կորցնելու մի վտանգավոր տարբերակ։ Մարդիկ խոսում են, հայտնում են մեզ, օգնում են, որ մենք տեսնենք իրենց Աստծո ծառա լինելը։ Ինչու՞։ Պողոսն էր այդպես անում, որ ոչ թե մենք մարդապաշտ լինենք, այլ ուշադրություն դարձրեք, այն մարդիկ, որ Աստծուց դրված են, խոսում են մեզ այդ ավետարանի խոսք, երբ որ մենք սկսում ենք այդ մարդկանց հասցեն եղող սուտ վկայություններին, վարքաբեկություններին տրվել, կորցնում ենք նաև նրանց միջոցով բացված հայտնությունները։
Սկսում եք կասկածի տակ դրվել այն, որ սովորեցիր։ Նույնիսկ կմոռանաք այն, որ սովորեցիք։ Վտանգ, նորից թալան, նորից գողացան այն հարստությունը, որ հոգևոր հարստությունը, որ ձեռք էիր բերել։ Աստված օրհնի մեզ, որ մենք կարողանանք պահել այն, որ սովորել ենք։ Մենք չմտնենք այն սահմանները, որտեղ վտանգ կա։ Որ Աստված արդեն զգուշացնել է մեզ, չմտնենք այն սահմանները, որտեղ վտանգ կա։ Որտեղ էլ որ գործել եք այդպիսի քայլեր, ժողովուրդ ջան, խնդրեք Աստված ների։ Շատ մարդիկ շատ համարձակ խախտում են այն զգուշացումները, որ Տիրոջ առաջնորդությամբ տրվել է ու փորձանքի մեջ են իրենց գցում։ Միանգամից պտուղը չի երևում, ժամանակի մեջ է դա երևում։ Խնդրենք Աստված ների եւ ամեն սուտ միտք, սուտ խորհուրդ, որ ճշմարտությունից դուրս է, ավետարանից դուրս է, Քրիստոսից չէ, մերժենք, կարողանանք մերժել, որ չթունավորի մեր միտքը։ Ամեն մի սուտ միտք կարա այնպիսի լայն մասշտաբով վնաս բերի մեր կյանքում, որ չենք պատկերացնում։ Գոնե զգուշացումը Տիրոջ ընդունելով, թեկուզ չենք պատկերացնում, բայց վախով վարվելով զղջանք եւ խնդրենք Տերը ների ու այլևս նման բաներ չանենք։ Տերը մեզ օգնական, աղոթք անենք։